Ընդհանուր վիճակագրություն մենք ունենք եւ մեր Facebook-յան պաշտոնական կայքում այդ վիճակագրական տվյալները ամեն անգամ հրապարակում ենք եւ այս պայդրությամբ կարող եմ նշել, որ ունենք ընդհանուր 118 քրեական վարույթ եւ վարույթների հիմնական մասը նախաձեռնվել են ընտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու դեպքերով եւ վերաբերելի են 3 հիմնական կուսակցությունների, դա Ուժեղ Հայաստան կուսակցությունն է, Բարգավաճ Հայաստան կուսակցությունը եւ Հայաստան Դաշինքը։ Այսօր էլ ոնց որ կար։ Այո։ Էլի ձայնագրություն։ Մենք այսօր եւս բացահայտում ենք իրականացրել ներքին գործերի նախարարության մեր գործընկերների հետ համատեղ, ունենք 4 ձերբակալություն եւ այս process-ը կարող եմ ասել, որ շարունակական է, առաջիկայում ունենալու ենք նոր բացահայտումներ, այսինքն ինքը դինամիկ գործընթաց է եւ պարբերաբար այդ ձերբակալությունների հետապնդումների թիվը ավելանալու է։ Ընդդիմությունն ասում է, պարոն Նահապետյան, որ սրանով փորձ է արվել բռնաճնշումներ անել այդ կուսակցությունների ակտիվիստների նկատմամբ։ Նախ բռնաճնշումների մասին խոսք լինել չի կարող, քանի որ սա նորմալ իրավական process է եւ հակակոռուպցիոն կոմիտեն, ինչպես նաեւ մեր իրավապահ մյուս մարմինները կատարում են իրենց գործառույթները եւ բացահայտում են ընտրական բնույթի հանցագործություններ։ Այդ հանցագործությունների վերաբերյալ բացահայտման վերաբերյալ ստացված փաստական տվյալները մանրակրկիտ ներկայացվում են մեր կողմից հրապարակված տեսագրություններում եւ հանրայնացվում են։ Այ ասում են, որ այդ ձայնագրությունները կոնտեքստից կտրված եք ներկայացնում։ Այդ խոսակցությունները շատ եմ լսել, նախ կարող եմ ասել, որ մենք այդ բացահայտումները, որ իրականացնում ենք, դա ոչ թե 1 կամ 2 օրվա գործընթաց է, այլ դա տևական ժամանակ ընթացող process է, նույնիսկ դեպքեր ունենք, երբ որ մի քանի ամիս ենք աշխատել եւ դուք պատկերացրեք, թե մի քանի ամսվա ընթացքում մենք ինչ ծավալի ձայնագրություններ կունենանք։ Եվ բնականաբար այդ հաղորդագրությունները, որ ներկայացվում են, վերցվում են ձայնագրությունների այն հատվածները, որոնք էական նշանակություն ունեն այս կամ այն հանցակազմի արկայությունը հիմնավորելու եւ հանրությանը իրազեկելու մասով։ Հետևաբար կոնտեքստից կտրված ասելով ես չեմ կարող հասկանալ, թե ինչ նկատի ունեն մեր քաղաքական ուժերի ներկայացուցիչները, բայց կարող եմ ասել, որ խոսակցությունը ըստ էության վերաբերելի է իրենց կողմից կատարված ենթադրյալ հանցագործություններին եւ դրանք հրապարակվում են պատշաճ իրազեկվածությունը ապահովելու նպատակով։ Ընդդիմությունը ասում է, որ այս մարտիկ ֆորմալ առումով ընդունվել են գործի եւ փող են ստացել։ Ինչա դա ընտրակաշառք։ Ակտիվիստներ են շտաբի, կազմակերպիչներ են։ Շատ լավ։ Նախ ուզում եմ ասեմ, որ մենք ընտրակաշառքի մի քանի մեխանիզմներ ենք տեսել, ունենք դասական մեխանիզմ, երբ որ գումարը տրվում է քաղաքացուն եւ նրան գումարի դիմաց պահանջում է, որ ընտրել այս կամ այն քաղաքական ուժին, սա տարածված դասական այո մեխանիզմն է, բայց մենք այս ընտրություններում բացահայտեցինք մի շարք նոր մեխանիզմներ, երբ որ քաղաքացուն ձևական առումով գրանցում են որևէ կազմակերպությունում եւ այդ կազմակերպության գրանցման ուժով քաղաքացին ստանում է աշխատավարձ, բայց որևէ աշխատանք փաստացի չի կատարում եւ գրանցելու նախապայմանը հանդիսացել է այն, որ տվյալ քաղաքացին իր ընտանիքի անդամների հետ պետք է մասնակցի ընտրությանը եւ քվեարկի այս կամ այն կուսակցության օգտին։ Հետևաբար սա մենք դիտարկել ենք ընտրակաշառք, քանի որ դա նոր մեխանիզմ է ըստ էության եւ դա լիովին տեղավորվում է հանցակազմի հատկանիշների մեջ։ Դա ընտրակաշառք է։ Այո։ Եթե քաղաքացին չի հաճախել աշխատանքի, որևէ գումարի դիմաց որևէ ծառայություն չի մատուցել, որևէ աշխատանք չի կատարել եւ դրա պայմանը աշխատանքի ընդունվելու պայմանը եղել է քվեարկել կուսակցության օգտին, մասնակցել ընտրություններին եւ քվեարկել կուսակցության օգտին, ապա դա համարվում է ընտրակաշառք։ Եվ ձայնագրություն գաղտնալսելը այն դիմությունը ասում որ վախի մտնոլորտ եք Սերմանը եւ բոլորին գաղտնալսել եք։ Նախ ասեմ, որ բոլորին գաղտնալսել ֆիզիկապես անհնար է։ Ու ակտիվին։ Փոխարենը մենք
օպերատիվ աշխատակիցներ ունենք, ովքեր ստանում են տվյալներ, թե կոնկրետ որ անձը ինչ գործունեությամբ է զբաղված եւ ով է պլանավորում ընտրակաշարք բաժանել կամ ընտրակաշարք ստանալ։ Այսինքն մենք թիրախավորված պետք է աշխատենք եւ այդ տվյալները ստուգելու համար մենք դատարան միջնորդություն ենք ներկայացնում, որպեսզի իրականացնենք օպերատիվ հետախուզական միջոցառումներ։ Դատարանի թույլտվության պայմաններում նոր մենք միայն սկսում ենք միջոցառումների իրականացումը եւ փաստեր ենք սկսում հավաքել, որպեսզի տեսնենք այդ օպերատիվ տվյալները արդյոք համապատասխանում են իրականությանը, թե ոչ։ Եվ եթե համապատասխանում են իրականությանը, մենք ստանում ենք փաստական տվյալներ, ապա գնում ենք եւ նախաձեռնում ենք քրեական վարույթ, սկսում ենք քրեական հետապնդումներ։ Կարող եք մանրամասնել, ինչ սխեմաներ են գործել, հա, ինչպես են բաժանել ընտրակաշարք եւ բացի ընտրակաշարքը, այլ բնույթի անցատեսակներ բացահայտվել են, թե ոչ։ Սխեմաներից երկուսը արդեն նշեցի, տասական մեխանիզմը, որը ընտրակաշարք տալ ստանալու բոլորիս հայտնի մեխանիզմն է, հաջորդը դա ձևական առումով աշխատանքի գրանցելու մեխանիզմն է, որը կիրառվել է այս ընտրություններում, ունենք նաև այլ մեխանիզմներ, երբ որ խախտվում են բարեգործության արգելքի օրենսդրական պայմանները, մենք գիտենք, որ այս ժամանակահատվածում արգելվում է անձանց կամ կուսակցություններին զբաղվել բարեգործությամբ եւ սխեմայում հիմնականում ներգրավում են կուսակցությունների հետ կապ ունեցող անձինք, ովքեր որ իրենց կուսակցության օգտին գործողություններ կատարելու համար զբաղվում են բարեգործությամբ, այդպիսի դեպքեր եւս ունենք, որոնք բացահայտել ենք։ Մեխանիզմները տարբեր են, ունենք նաև երբ որ արտերկրում են քաղաքացիները գումար ստացել եւ ժամանել են Հայաստանի Հանրապետություն ընտրությանը մասնակցելու եւ որևէ կուսակցության օգտին կողմ քվեարկելու պայմանով եւ կարող եմ ասել, որ ամեն քրեական վարույթով ըստ էության սա առանձնահատուկ է եւ այս շղթան շարունակում է։ Կոմիտեն հաղորդագրություն հրապարակեց, որ Ռուսաստանի Դաշնությունից ընտրությունների նպատակով մարդկանց ընտրակաշարքի միջոցով նյութապես շահագրգռել են Հայաստան բերելու եւ իրենց նախընտրած ուժի օգտին քվեարկելու համար։ Կա տենց բան։ Այո, մենք հրապարակաշարքը Ռուսաստանում են։ Այո, Ռուսաստանում ֆիքսվել է, որ անձը գումար է ստացել եւ տեղափոխվել է Հայաստան ընտրություններին մասնակցելու նպատակով։ Մենք մեր միջոցառումներով այդ տվյալները ֆիքսել ենք եւ անձի նկատմամբ քրեական հետապնդում ենք նախաձեռնել, տվյալ անձը այս բանին գտնվում է կալանքի տակ։ Կոմիտեի հրապարակված ձայնագրություններում, որքան էլ ապշելու էր, կային նաեւ հայախառն հայտարարություններ, ընդ որում զարմանալին այն էր, որ տվյալ կուսակցության համակիրները այդ կերպ արտահայտվեն իրենց հավանական ընտրազանգվածի նկատմամբ։ Հա, փող են բաժանում իրենց ընտրելու համար եւ ինչ անուն ասես, ասում էին։ Այդպիսի բազում դեպքեր ունենք եւ նաեւ ունենք բազմաթիվ ձայնագրություններ, որոնք չեն հրապարակվել մեր կայքում։ Այդ ձայնագրությունները հրապարակվել են եւ հնարավորինս ֆիլտրվել են, որպեսզի հայոյանքները չհանրայնացվի եւ սրա նպատակը նաեւ որ կտորով որ հայրանացվել են նպատակը նաև այն է, որ դա կապվում է հանցակազմի հատկանիշների հետ, հա, օրինակ գումարի հետ կապված խոսակցություններ են, որոնք ուղեկցում են հայոյանքներով ընտրակաշարքի ստանալու, կոնկրետ կուսակցության պատկանելիության վերաբերյալ խոսակցություններ են, որոնք նորից ուղեկցվել են հայոյանքներով եւ դրանց հրապարակման նպատակը, որպեսզի հանրությունը տեղեկացվի, որ ըստ էության հրապարակումը կապված է որոշակի հանցագործության հատկանիշների հայտնաբերման հետ։ Այսինքն դրանք պատական համընկել են հենց այդ խոսակցության հետ։ Այո։ Իսկ հենց շատ ունեք ձայնագրություն, որ ես նշեցի, մենք ունենք բազմաթիվ ձայնագրություններ եւ այդ ձայնագրությունները ամիսներ շարունակ իրականացվել են տարբեր հանձնած նկատմամբ եւ բնականաբար հրապարակվել է այն հատվածները, որոնք նախաքննական մարմինը նպատակահարմար է գտել հրապարակել եւ որոնք հիմնավորել են հանցակազմի կոնկրետ հատկանիշներ։ Ընդդիմությունը պնդում է, որ այդ ձայնագրությունները հավաստի չեն, մոնտաժված են, նաեւ առնչվում են եւ ինչու են առնչվում ընդդիմադիր թևին։ Արդյոք իշխանության ներկայացուցիչների մոտ չկար որևէ հանցագործություն։ Դա մեղմ ասած ես անլուրջ եմ համարում, քանի որ չի կարող որևէ ձայնագրություն, որը հրապարակվել է հակակոռուպցիոն կոմիտեի կողմից, կեղծված լինի։ Ասեմ ավելին, մենք ունենք հարցաքննված հարյուրավոր անձինք վարույթներով, որոնցից որևէ մեկը գետ մեկը
չի հայտնել տեղեկություն, թե ներկայացված ձայնագրությունը կեղծված է կամ իր ձայնը փոխված է կամ բովանդակությունը չի համապատասխանում իրականությանը կամ որ պահանջած նշանակվի փորձակնություն նման որևէ դեպք չունենք, ավելին վարույթների մեծ մասով մենք ունենք նաև խոստովանական ցուցմունքներ, երբ անձինք ընդունել են առաջադրված մեղադրանքը, նաև ցուցմունքներ են տվել այլ դեպքերի մասին, այլ անձանց հետ կապված, որոնք մեզ մինչ այդ պահը հայտնի չի եղել։ Հետևաբար սա այս մեկնաբանությունները չեն համապատասխանում այն տվյալներին, որոնք ունի նախաքննական մարմինը։ Ես հիշում եմ, որ ընտրաշաբի ժամանակ ուղարկվում էին SMS-ներ, հա, ձեր կոմիտեի կողմից զերծ մնալ ընտրակաշառք ստանալուց եւ տալուց։ Ну, ես կարծում եմ դա այդքան էֆեկտիվ չի, դժվար մարդը այդ գործի մեջ լինի, SMS տանալ, ասել ավայ, բացի հանցանք է։ Այ կանխարգելի չէ։ Ինչ այլ միջոցառումներ են եղել, բացի SMS-ները։ Հակակոռուպցիոն կոմիտեն առաջին հերթին շեշտադրում է կատարել ոչ թե բացահայտման ցուցանիշը բարելավելու վրա, այլ առաջին հերթին նպատակ ունեցել նախականխել այս հանցագործությունները։ Դրա համար մենք սկսեցինք գործընթաց, երբ որ հանրությանը իրազեկում ենք տարբեր տեսահոլովակների, հաղորդագրությունների միջոցով ընտրակաշառքի վտանգավորության, դրա քրեիրավական հետևանքների վերաբերյալ, ինչպես նաև տրամադրում ենք հանրությանը կոմիտեի թեժ-գիծը, որպեսզի ընտրակաշառքի վերաբերյալ տվյալներ ունենալու դեպքում անձին կհազանգեն եւ այդ մասին հայտնեն հակակոռուպցիոն կոմիտեին։ Ես այս գործընթացը ըստ էության համարում եմ արդյունավետ, քանի որ եղել է հրապարակումներից հետո, այո, մենք ունենք տասնյակ հազանգեր կոմիտեի թեժգծին, որով մեր քաղաքացիները մասնակցել են ընտրական հանցագործությունների դեմ պայքարին եւ տվյալներ են ներկայացրել ընտրական հանցագործությունների վերաբերյալ, որոնք այս պահին եւս ստուգվում են հակակոռուպցիոն կոմիտեում։ Պարոն Ապետյան, շատ կարևոր է, դուք ունեք այդ վերլուծությունը։ Դրանք եղել են համակարգված, թե առանձին անհատների ինքնագործունեության արդյունք։ Դրանք շատ էական են։ Չեմ բացառում, որ ունենք որոշակի դեպքեր, երբ դա պայմանավորված է եղել ընտրակաշառքի բաժանումը, պայմանավորված է եղել կոնկրետ անձանց ինքնագործունեությամբ, բայց հաշվի առնելով այս ընտրակաշառքների բացահայտված ընտրակաշառքների ծավալը, դրանց թվականակը, դրանցում ներգրաված դրամական միջոցները մենք վարկած ենք առաջ քաշել եւ այս կապակցությամբ ակտիվ գործողություններ ենք անում, որպեսզի ստուգենք, թե կուսակցական կամ քաղաքական ուժի ղեկավարության կողմից ովքեր են մասնակցել այդ ընտրակաշառքի ֆինանսավորման, այդ սխեմաների ստեղծման եւ կիրառման մեխանիզմներում։ Ասեմ ավելին, մենք նաեւ մեծ ուշադրություն ենք դարձնում, թե հատկապես ֆինանսավորումը որտեղից է եկել եւ ովքեր են ներգրաված եղել այդ գործընթացում։ Մենք նաեւ այս պահին ունենք օպերատիվ տվյալներ, որով ֆիքսել ենք, որ ընտրական պրոցեսների նախորդող ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետություն կանխիկ միջոցներով մուտք է եղել շուրջ 30 միլիոն ամերիկյան ԱՄՆ-դոլար, որը մենք իրավապահ մարմիններից դիտարկել ենք որպես կասկածելի եւ այս գումարների ծագումնաբանությունը եւ դրանց ծախսման ուղղությունները ստուգելու ուղղությամբ այս պահին եւս ակտիվ գործողություններ 30 միլիոն դոլարի չափով։ Այսինքն դա դրսից է եկել օտոբավականով եւ այլն ավտոմեքենաներով։ Այո, հիմնականում ԵԱՏՄ տարածքից։ Քեշ հետները բեր։ Այո։ Բայց այդ բերածը օրենք այնտեղ չափ կա, չէ՞ օրենքի շրջանակներում։ Այդպես է եղել թե գերազանցով։ ԵԱՏՄ տարածքում դրամաշրջանառության հետ կապած մենք որպես այդպիսին արգելք չունենք չափի հետ կապած, բայց քանի որ մենք տվյալ անձանց մուտքը Հայաստան եւ այդ գումարների ներթափանցումը Հայաստան ըստ էության համարել են կասկածելի, դրանց ստուգման ուղղությամբ այս պահին օպերատիվ հետախուզական աշխատանքներ են կատարում։ Այսինքն ճիշտ եմ հասկանում, որ ըստ ձեր վերլուծության այս ամենը համակարգված է եղել։ Այո։ Այսինքն մենք կենտրոնից փողերը բաժանվել են, սխեմաները մշակվել են։ Դա առաջնային վարկած է, որի ստուգման ուղղությամբ մենք աշխատում ենք։ Այսինքն դեր կարևոր հարցերի պատասխանները պետք է տրվեն։ Այո, ամեն վարույթով այդ հարցերը քննության առարկա են դառնալու եւ դրանց պատասխանները ստանալու ենք։ Պարոն Ապետյան, ընտրությունները ավարտվել են, արդյունքները պարզ են, բայց գործերը շարունակվում են, այսինքն մենք նոր ձայնագրություններ կլսենք, ելի ձերբակալություններ, հա։ Տեսեք, քանի որ
մենք ավելի ակտիվ բացահայտումներ ունեցանք եւ հրապարակումներ տվեցինք նախընտրական ժամանակահատվածում։ Ես ցանկանում եմ նշել, որ սա մի process է, որը դինամիկ է, այսինքն մենք շարունակում ենք աշխատել, որպեսզի բացահայտենք նոր ընտրական հանցագործություններ, քանի որ այս պահին եւս ունենք բազմաթիվ օպերատիվ հետախուզական միջոցառումներ, որոնք ընթացքի մեջ են, ունենք նաեւ քերական վարույթներ, որոնցով բացահայտ գործողությունների չենք գնացել եւ առաջիկայում գնալու ենք, եւ այդ վարույթների մասին համապատասխան հրապարակումներ պարտադիր լինելու են եւ հանրությունը իրազեկվելու է եւ անկախ ժամանակային հեռավորությունից եւ ժամանակային խզումից հակակոռուպցիոն կոմիտեն մեր մյուս գործընկերների իրավապահ մարմինների հետ աշխատելու է, որպեսզի առավելագույն չափով բացահայտումներ ունենա այս ընտրական հանցագործությունների վերաբերյալ, նույնիսկ եթե անցնեն մի քանի տարի։ Իսկ մենք կտեսնենք կազմակերպիչների անուններ, որովհետեւ տպավորությունն է, որ դատվում են սլաքավարները եւ փողվեցնողները։ Ձեր մտքի հետ ես այդքան էլ համաձայն չեմ, որ դատվում են հիմնականում կատարող ներքևի օղակները, քանի որ մենք ունենք բացահայտած դեպքեր, երբ որ դրանք ղեկավարվել են հիմնականում բարձր օղակներում կանգնած անձանց կողմից, բայց բնականաբար մեր քննության ուղղություններից մեկը հենց դա է ամեն վարույթով, որպեսզի փորձենք ամբողջ հանցավոր սխեման, հա, ներքևից մինչև վերև բարձենք եւ բացահայտենք։ Այսինքն ընտրությունները բրծան, բայց ընտրակաշարքի ձայնագրությունները կշարունակվեն։ Շնորհակալություն։